Բարի երեկո, եթերում ասպարեզն է եւ ես Նանե Ավագյանը։ Անցնող շաբաթը շախմատային տոն էր Լոս Անջելեսում։ Ամերիկայի շախմատի ակադեմիան եւ Metro Chess ընկերությունը համատեղ ամառային ուսումնամարզական հավաք էին կազմակերպել, որի ընթացքում տարբեր տարիքի շախմատիստների եւ շախմատասերների հնարավորություն տրվեց անձամբ շփվելու եւ լսելու միջազգային վարպետներին։ Եվ այս շրջանակներում նաև Լոս Անջելես է ժամանել մեր հայրենակից աշխարհի թիվ 2 գրոսմաստեր Լևոն Արոնյանը եւ այս մասին, ինչպես նաև շախմատային աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին քիչ հետո կզրուցեմ իմ հյուրի հետ։ Մնացեք մեզ հետ։ Դիմահարդարման համար շնորհակալություն Ալենին։ Ծրագրին աջակցելու համար շնորհակալություն Դավի վարսահարդարման եւ գեղեցկության սրահին, որ գտնվում է 1613 West Glenox Boulevard հասցեում։ Սիրելի հեռուստայտողներ, ինչպես նշեցի, այսօր մեր հաղորդումը նվիրված է շախմատին եւ իմ հյուրն է Ամերիկայի շախմատային ակադեմիայի հիմնադիր նախագահ, Միացյալ Նահանգների շախմատի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, ինչպես նաեւ միջազգային վարպետ Արմեն Համբարձումյանը։ Սիրով ներկայացնում եմ իմ հյուրին, բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Ձեզ եմ շնորհակալ, որ ընդունեցիք ձեզ ինձ հորիզոնի տաղորում։ Ամեն խնդրում եմ թերևս սկսենք վերջին իրադարձություններից։ Նախորդ շաբաթ դուք իսկապես տոն եք ստեղծել շախմատային Լոս Անջելեսում եւ այս մասին մի փոքր մանրամասներ։ Մենք երկար տարիներ փաստորեն անցկացնում ենք ամառային ուսումնամարզական հավաքները։ Երկու անցած տարիները Metro Chess-ը, որը որ մենք ուրեմն գործնական ընկերակցության մեջ ենք իրենց հետ, իրար հետ ենք կազմակերպում այդ հավաքները, հրավիրել էր աշխարհի չեմպիոն Վիշվանանտան Անանդին Հնդկաստանից, որը որ հյուրընկալել էր Լոս Անջելես վերջի 2 տարիները։ Metro Chess-ը շատ հետաքրքիր կազմակերպություն է, նրա հիմնադիր տնօրենը հնդիկ է, Անկիտ Գուպտան, եւ նա ավելի շատ գործունեություն է ծավալում կազմակերպչական հարցերում, մրցաշարներ կազմակերպել, քեմպեր կազմակերպել։ Այս անգամ փաստորեն ցանկություն հայտնվեց Լևոնին հրավիրել Արոնյան։ Լևոնը ոչ միայն մեր ազգի պարծանքն է եւ մեր ազգը մեծարեց 3 ոսկի օլիմպիական մեդալներով, այլ նաև շատ հետաքրքիր շախմատային ոճ ունի եւ ընդհանրապես շախմատիստների շրջանակում շատ սիրված անձնավորություն է։ Բացի նրանից նա որպես անձ շատ համեստ մարդ է եւ հայտնի է իր համեստությամբ, հայտնի է իր համբերատվության եւ ընդհանրապես ոչ մի անգամ չես լսի, որ իր մրցակիցներին ինչ որ նա իմի ընդունված է միշտ եւ ֆուտբոլում եւ թենիսում եւ շախմատում պրես կոնֆերանսներ են անցկացնում խաղերից հետո, նա շատ զուսպ, շատ համեստ, եթե նա տարվում է, ասում է ես լավ չխաղացի, եթե նա տանում է, ասում է հակառակորդս մի բան բաց թողեց, չտեսավ վրիպեց, այսինքն շատ համեստորեն է պահում եւ բնականաբար մարդիկ լսում են այդ խոսակցությունները, կոմենտարիաները եւ իրենց կարծիքն են կազմում բոլոր անձերի նկատմամբ։ Լևոնը փաստորեն սիրված անձ է շախմատային աշխարհում, դրա համար որոշում կայացվեց, որ փորձենք Լևոնին հրավիրենք Ամերիկա։ 99 թվականում նա եղել էր Լոս Անջելեսում, Լաս Վեգասում աշխարհի առաջնություն էր 99 թվին կազմակերպված, որտեղ նա շատ երիտասարդ էր, այդքան հաջող չմասնակցեց, բայց ամեն դեպքում հիշողությունները, քանի որ ինքը ուներ ընկերներ, իր առաջի մարզիչներ այստեղ ապրում, եւ իմ հրավերքով համաձայնվեց գա Լոս Անջելես, որը որ մեզ համար բոլորիս համար շախմատային աշխարհի համար տոն էր։ Եվ մենք սկսեցինք այդ ուսումնամարզական հավաքը։ Անդրադառնալով հավաքին, նայեցեք, սա ավանդական հավաք է, արդեն որի որ տարին է անցկացվում։ Այո, 5-րդ տարին է անցկացնում, որից ես 2 տարին եմ վերջի շատ ակտիվ մասնակից, մինչև այդ ոնց որ ինքը ինձ հրավիրում էր դասավանդելու։
Հիմա մենք իրար հետ ենք փաստորեն։ Այսինքն Մետրոչես ընկերությունը։ Այո, Մետրոչես ընկերությունը հիմա կազմակերպում եք։ Սա միջազգային հավաք է։ Այո, միջազգային հիմնականում իհարկե Ամերիկայի երիտասարդների համար է արվում սա, որովհետև ասենք Ամերիկայում բում է ապրում շախմատը, այսինքն զարգացման մեծ վերելք է ապրում զարգացման։ Ինչով է պայմանավորված։ Գիտեք ոնց, ես կարծում եմ, որ հոգեբանորեն մարդկանց մոտ չէ որ շատ հետազոտություններ անցկացվեցին, շատ ասենք բարձրագույն մակարդակով, ասենք համալսարանի մակարդակով գիտնականները հետազոտություններ արեցին եւ ապացուցվեց, որ շախմատը շատ օգուտ է կրթական համակարգին եւ երեխաների, ասենք, միտքը զարգացնելու, երեխաների կենտրոնացումը զարգացնելու, այն բանը, որ մենք կոչում ենք մտքում գործնեություն ծավալել, այսինքն դու տեսնում ես մի քանի բան, ինչը կկատարվի տախտակի առաջ, նախորոք առանց քայլը անելու։ Եթե մենք հետո անդրադառնանք այդ թեմային, շախմատի օգուտը, ես ավելի մանրամասն կխոսամ դրա մասին։ Շատ լավ, հիմա կրկին անդրադառնանք այս ուսումնամարզական հավաքին, որովհետև բացի Լևոն Արոնյանից, այստեղ նաև վարպետության դասեր տվեցին այլ միջազգային կարգի վարպետներ, ովքեր էին նրանք եւ ինչ էր տեղի ունենում։ Հիմնականը իհարկե Լևոն Արոնյանն էր, որովհետև Լևոն Արոնյանի անունը բերեց այդքան մարդ, ասեմ ձեզ 113 հոգի մարդ էր եկել այդ քեմփին Glendale Hilton-ում, հայերի ոնց որ սրտում Գլենդելում մենք կազմակերպեցինք դա ի ուրախության ինձ Ամերիկայի բոլոր ակտիվ շախմատ խաղացողները Ամերիկայից դուրս մենք հյուրեր ունենք Տորոնտոից հայ Նյու Յորք, Նյու Ջերսի, որտեղից որ մարդիկ հավաքվեցին։ Իսկ այդ 113-ի մեջ հայերի թիվը որքան է մասնակիցների։ Մոտավորապես։ Կարող է լինել 20 հոգի մեր աշակերտներին։ Փաստորեն մենք չէինք ուղղակի նպատակ դնում, որ մենակ հայեր լինեն բնականաբար, որովհետև սա հայկական քեմփ չէր։ Մենք մարդ ունեինք Գուատեմալայից, Էկվադորից, մի քանի հոգի Կանադայից։ Հիմնականը իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ կրկնեմ, որ 113 հոգի քեմփի մասնակիցներ կային, որը որ մեծ թիվ է, եւ բնականաբար Լևոնը չէր կարողանա այդ դասերը անցկացնել։ Հիմնականում նա անցկացնում էր առաջի խմբի դասերը, առաջի 3 ժամը լեկցիան հենց իրենց հետ էր, որը որ մենք կոչում ենք master level, այսինքն վարպետության 2000 ռեյտինգ շախմատիստները ռեյտինգներ ունեն, ով որ խաղում է մրցումներում խաղում է, գիտի դրա մասին, բոլորը ունեն իրենց ռեյտինգները, ըստ ռեյտինգները ցույց է տալիս ուժը։ 2000-ից բարձր փաստորեն բոլորը A խմբում էին, master խմբում էին։ Լևոնը պարապում էր բոլոր խմբերի հետ, բայց բացի Լևոնը, ոնց որ դուք ասացիք, այո, մենք ունեինք մի քանի հատ վարպետներ, միջազգային վարպետներ, դուք հիմա տեսնում եք Ջեյ Ստալինգսը, որը որ հիմնադիրն է California Youth Chess League-ը, փաստորեն ինքը հիմնադրել է մի մեծ դպրոց, ինքն է խաղում միաժամանակյա խաղի սեանս է տալիս երեխաներին եւ եթե դուք տեսնում եք փոքր երեխաները նրանք էլ փորձում են մի քիչ ավելի ուժեղ խումբը ավելի թույլին, այսինքն մենք մի 4-րդ խմբից մարդիկ ենք բերել որ փոքրերի 5-րդ խմբի հետ խաղան Այսինքն մասնակիցներն էլ իրենց հետ։ Սա իհարկե ֆան ժամեր էր, խաղային ժամեր էր, լինում էր ժամեր, որ լեկցիա էր ուղղակի լինում, սովորելու ժամեր։ Հիմա այս դրվագները, որ դուք տեսնում եք, սա խաղային ժամի դրվագներ են։ Եվ քանի որ սա ավանդական արդեն հավաք է եւ հաջորդ տարի էլ է անցկացվելու, հիմնականում մեր հեռուստատեղներին տեղեկացնենք, թե ինչ է տեղի ունենում նաեւ դուք նշեցիք դասախոսություններ եւ ուրիշ ինչ։ Եվ քանի օր է տևում։ Փաստորեն մենք հավաքում ենք լավագույն մարզիչներին, բացի Լևոն Արոնյանից, Լևոն Արոնյանը իհարկե հիմնական ոնց որ աստղը լինի այդ հավաքի, բայց մենք փաստորեն հրավիրում ենք նաև լավ մարզիչներին, ասեմ ձեզ, որ այս խմբում ուրեմն կային մարդիկ, որոնք աշխատում են Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականի տարբեր հավաքականի թիմերի հետ։ Այսինքն մի մարզիչ կա, որը որ Բուլղարիայից է գալիս, ուղղակի ամբողջ ամառը ինքը գալիս է Կալիֆոռնիա եւ շատ հարմար է, ինքը շատ գրագետ ու լավ գրոսմաստեր է, Դեհան Բոշկով,
Մնացածը փաստորեն մենք տեղի ժողովուրդով մենք կարողացանք այդ հարցերը լուծենք, որովհետև Կալիֆոռնիայում ունենք շատ մեծ քանակությամբ մարզիչներ, բարձր որակի մարզիչներ, եւ ուրախությամբ նշենք, որ նաեւ հայեր, որովհետև ասենք Խաչյան Մելիքը, որ առաջին մարզիչն էր Լևոն Արոնյանի, ինքը այսօր հավաքականի օլիմպիական հավաքականի հետ է աշխատում կանանց։ Ասենք ես եւ Անդրանիկ Մատիկոզյանը հավաքական երիտասարդական Ամերիկայի հավաքականի հետ ենք աշխատում։ Տաթև Աբրահամյան, որը որ իմ աշակերտն է եղել եւ ըստեղ է փաստորեն մեծացել, 10 տարեկանից երևի 11 տարեկանից տեղափոխվեց Ամերիկա եւ հասավ այդ մեծ հաջողությունների։ Նա երկրորդ, երրորդն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ միշտ օլիմպիական թիմի մեջ է։ Մեծ սիրով ասեմ, որ ինքն էլ էր մեզ հիմնական մարզիչներից մեկը, ինքն էլ էր մեզ օգնում։ Եվ հավաքը անցավ շատ հետաքրքիր ու ի զարմանս ինձ, որովհետև մենք բոլոր տարիները, երբ որ աստղեր ենք հրավիրում եւ աշխարհի չեմպիոններ եւ առաջատար գրոսմաստերներ, ընդհանրապես նրանք երեխաների լեզուն չեն կարողանում դասավանդեն, այսինքն մենք պետք է օգնենք իրենց, որ երեխաներին եղել է դեպքեր, ես հիշում եմ, որ ժամանակին Կրամնիկը կամ ուրիշ հյուրընկալել էին մեզ, բայց այդ լեկցիաները, որ իրանք կարդում էին, հետո դու պետքա բացատրեիր երեխաներին, որտեղ մանկավարժական ջիղը չունեին։ Իսկ Լևոնը ի զարմանս ինձ պետք է նշեմ, որ բոլոր տարիքային խմբերի եւ ուժերի հետ իր լեզուն էր գտնում եւ երեխաները հաճույքով լսում էին իր լեկցիաները։ Տաղանդավոր մարդ։ Դա ի զարմանս, ի ուրախությանս ինձ պետք է նշեմ, որ ինքը մանկավարժական ջիղ ունի եւ իրոք տաղանդավոր տղա է շատ։ Ամեն շնորհավորում եմ ձեզ այս հավաքի կայացման հաջողության համար եւ ցանկանում ձեզ հետագա հաջողություններ, փաստորեն ձեզ հաջողվել է շախմատային աստղաբույլ հավաքել եւ նման արդյունքներ ունենալ։ Կարճատև գովազդային դաթարից հետո կվերադառնանք տաղավար, մնացեք մեզ հետ։ Դիմահարդարման համար շնորհակալություն Ալենին։ Ծրագրին աջակցելու համար շնորհակալություն Դավի վարսահարդարման եւ գեղեցկության սրահին, որ գտնվում է 1613 West Glenox Boulevard հասցեում։ Սիրելի հեռուստադիտողներ, շարունակում եմ զրույցս Ամերիկայի շախմատային ակադեմիայի հիմնադիր նախագահ, Միացյալ Նահանգների շախմատի երիտասարդական հավաքականի մարզիչ Արմեն Համարցումյանի հետ, միջազգային վարպետ նաև։ Արմեն, ձեր տիտղոսները կարելի է թվել եւ թերևս մի փոքր պատմություն ձեր մասին, դուք նաև նորանկախ Հայաստանի շախմատի հավաքականի առաջին մարզիչն եք եղել 91 թվականին։ Խնդրում եմ այստեղից սկսենք։ Որ գլխավորեցիք այդ ժամանակ ինչ վիճակում էր մեր հավաքականը, դուք ուր հասցրեցիք նրան եւ այսպես։ Ով որ ապրել է Հայաստանում 90-ական թվականներին, գիտի ինչ պայմաններում ամեն ինչ եղել եւ երևի մեր ազգի ամենադժվար դաժան տարիներն են եղել եւ դժվար է եղել, ինչ խոսք։ Սովետական միության փլուզումից հետո պետք էր ամեն ինչ թազա հավաքել եւ ստեղծել հավաքականը։ Հնարավորություն ստացանք 92 թվականի օլիմպիադայում որպես անկախ թիմ մեր դրոշակի, որտեվ եթե դուք հիշում եք, եթե չեք հիշում, ձեզ ասեմ ուղղակի 92 թվականին Բարսելոնայում եղան օլիմպիական խաղերը, որը որ առաջի անգամ թույլ տվեցին սովետական միության թիմը ներկայացնի որպես միացյալ ինչ որ SNG-ին ասում։ Պաստորեն այդ ծվի մի թիմում եւ առաջի անգամ թույլ տվեցին այդ ազգերը իրանց դրոշակը բացմանը ուղղակի ցույց տան իրանց դրոշակով մասնակցեն։ Եվ քանի որ սովետական միության կազմում կային բավականին հայեր, առաջի անգամ պաստորեն մեր հայերը դրոշակով գնացին եւ ներկայացրեցին եռագույնը օլիմպիական խաղերում։ Միջև դա
մենք առաջի անգամ Ֆիլիպիններում հունիս ամսին փաստորեն ունեցանք շախմատային օլիմպիադան 92-ի հունիսին միջև Բարսելոնայի օլիմպիադան եւ դա առաջինն էր որ Հայաստանը որպես անկախ պետություն մասնակցեց մեր եռագույնը ուրեմն ներկայացրեցինք 125 եթե չեմ սխալվում երկրի մասնակիցներին եւ դա մեր առաջի հաջողությունն էր մենք գրավեցինք 3-րդ տեղը Ես կարծում եմ, որ դա հիմքը եղավ մեր շախմատի զարգացման, որովհետև առանց այդ հաջողությանը չէր լինի այն ուշադրությունը ղեկավարության կողմից, որովհետև ազգը այնքան խնդիրներ ուներ եւ այդ պահին ճգնաժամ, պատերազմ, բայց այնքան ուրախալի մի նորություն էր, առաջի մեծ հաղթանակն էր մեր ազգի, որ ժողովուրդը համախմբվեց, ժողովուրդը ոգևորվեց Եվ բնականաբար պետական մարմինները, որոնք որ տեսնում են մեծ հետաքրքրություն, իրանք իրենց հերթին սկսեցին օգնել շախմատը։ Եվ դա ոնց որ հիմքը առաջացավ մեր հետագա հաջողությունների։ Իսկ ովքեր են կան արդյոք այսօրվա հավաքականի անդամներ, որոնք այն ժամանակ Մենակ Վլադիմիր Հակոբյանն է մնացել, որովհետև սերնդափոխություն է լինում, բնական process է։ Այդ տարիները փաստորեն Ռաֆայել Վահանյան, Վլադիմիր Հակոբյան, Սմբատ Լպուցյան, Արտաշես Մինասյան, Աշոտ Անաստասյան եւ այսօրվա մարզիչը Արշակ Պետրոսյանը, փաստորեն իմ գլխավորությամբ դա էր թիմը։ Ասեն դուք պատրաստել եք հաջորդ սերնդափոխությունը կայացել է, շատ հաջող, հիմքը դրել եք եւ այնուհետև տեղափոխվել եք Միացյալ Նահանգներ։ Անհամեստ բաներ ասեմ, Ես կարող եմ դա հաստատել, որովհետեւ առաջը միշտ առաջինը անելը, ստեղծելը, մենք պետք է հասկանանք մի բան, որ Այդ տարիները փլուզում էր, բոլորը փախնում էին երկրից։ Վահանյանը արդեն շուտվանից ապրում էր Մոսկվայում եւ Գերմանիայում։ Բայց ես հաջողվեց նրանց։ Ես կարողացա իրանց բերել, համախմբել եւ Վլադիմիր Հակոբյանը այդ պահը նույնիսկ Մոսկվայում էր նույնպես ապրում։ Ինչ որ մի ձև կարողացա բոլորի հետ խոսալ, համոզել եւ շատ համոզելու բան չկար, որովհետեւ բոլորը հայրենասեր էին, բոլորը իրենց ազգի համար պատրաստ էին ծառայել, իսկ այդ ժամանակ մաքուր ծառայություն էր, որովհետեւ ոչ մի գումարային բան չկար, ընդհանրապես անշահախնդիր էր, որովհետեւ ու շատ դժվար էր դա երկար պահանջել, որովհետեւ մարդիկ պրոֆեսիոնալ մարդիկ պետք է վարձատրվեն, իսկ ընդհանրապես գումարներ չկար, շատ դժվար էինք հայտայթում ցանկացած մրցումի համար որոշ գումար։ Դա մեծ խնդիրներ է եղել, մեծ խնդիրներ է եղել, շատ ուրախալի է, որ այսօր այդ խնդիրները չկան։ Գիտեք, այստեղ չեմ վարանի ասել, որ դա նաև հերոսություն էր ձեր կողմից եւ ձեր հավաքած այդ թիմի կողմից, որովհետեւ մնալ այդ պայմաններում Հայաստանում եւ այդպես նվիրված գաղափարի եւ հայրենիքի շուրջ, եւ դուք փաստորեն դրեցիք այդ սկիզբը եւ այնուհետեւ ինչպես եղավ, որ տեղափոխվեցիք Միացյալ Նահանգներ։ Դե տարբեր մարդիկ տարբեր խնդիրներով են, ասենք, տառապում։ Ես չեմ կարող ասել, որ ես մի ինչ-որ խնդիր ունեի, որ տեղափոխվեցի, ուղղակի այնպես ստացվեց, որ այս երկիրը սկսեց ընդունել մարդկանց extraordinary, ասենք, ինչ-որ ստատուսով, որ իրանց հետաքրքիր էր, եւ բավականին հեշտ ստացվեց իմ գալը ընտանիքով։ Դա մի բան էր, որ շատ դժվար էր ուղղակի համեմատել ընդեղի կյանքը ստեղի կյանքի հետ եւ չեմ իմանում հիմա Բայց դուք Միացյալ Նահանգներում նորից համախմբեցիք հայերին, հայ մարզիչներ, հայ շախմատիստներ։ Ես պետք է ասեմ, որ հիմնական այդ բոլոր գովազդը եւ գովանակալի բառեր պետք է ստանա, իհարկե նշանը Քեշիշյան, որովհետեւ հիմքը, եթե Հայաստանում ես եմ շատ գործ արել հիմքը դնելու արդյունքում, ապա Լոս Անջելեսում նա է առաջինը ստեղծեց Armenian Chess Club-ը 91 թվականին, հետո արդեն իհարկե, երբ որ արդեն մեծանում ես, շատանում ես եւ այլ, հասկացա, որ մենակ Armenian Chess Club-ով չի լինի, որովհետեւ ուրիշ ազգերը չեն կարողանում գան, անունը փոխեց All American Association Chess Club, եւ ես երբ որ եկա, ինքը արդեն փաստորեն բավականին երկար տարիներ 98 թվականին եմ եկել, 97 տարի արդեն պատմություն ուներ դպրոցը, բայց իհարկե առաջ սկիզբը իրանելա շատ դժվար եղել, որովհետև 4-ը աշակերտով է սկսել։
Փաստորեն, եթե մենք խոսում ենք Լոս Անջելեսում հայկական ուրեմն շախմատի զարգացման սկիզբը դնելուն, մենք չենք կարող անտեսել Նշան Քեշիշյանին, ինքը արժանի է այդ գովազդին, այդ բոլոր լավ բառերը, որ դուք ինձ ուղեցիք, որովհետև հիմքը ինքն է դրել։ Մեզ բոլորիս համար մի քիչ ավելի հեշտ է եղել արդեն, որովհետև արդեն մի բան եղել է։ Եվ դուք շարունակեցիք, թե ինչպես շարունակեցիք գովազդային կարճատև դադարից հետո, մնացեք մեզ հետ, մի փոքր հետո մենք կմիանանք ձեզ։ Դիմահարդարման համար շնորհակալություն Ալենին։ Ծրագրին աջակցելու համար շնորհակալություն Դավի վարսահարդարման և գեղեցկության սրահին, որ գտնվում է 1613 West Glenox Boulevard հասցեում։ Եթերում ասպարեզն է և ես շարունակում եմ զրույցս շախմատի միջազգային վարպետ Արմեն Համբարձումյանի հետ։ Արմեն, դուք Ամերիկայի շախմատային ակադեմիայի հիմնադիր նախագահն եք, ինչ կազմակերպություն է սա, պատմեք։ Սա առանց շահութաբեր non-profit, ուրեմն կազմակերպություն է, որի հիմքում դրված է ուրեմն երկու նպատակ ունենք։ Առաջինը սովորացնել ինչքան հնարավոր է մարդկանց շախմատի կուլտուրային, շախմատ խաղը, եւ երկրորդը իհարկե զուտ սպորտային է, մենք փորձում ենք պատրաստել չեմպիոններ։ Քանի որ ունենք բավականին հզոր մարզչական կազմ, ունենք 5 մասնաճյուղ, փաստորեն հիմնականում ես պարապում եմ Գլենդելում, Շերման Օքս եւ Նորթ Հոլիվուդում պարապում է միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը, որը որ աշխարհի չեմպիոն Սամվել Սևյանի մարզիչն է, ինքն է իրան փաստորեն սարքել այդ արդյունքին, չեմպիոնությանը։ Ունենք երկու մասնաճյուղ, ունենք փաստորեն մասնաճյուղ Կալաբասսում գիմնաստիկայի փաստորեն դահլիճում երկրորդ հարգը մենք տրամադրել են շախմատի, որովհետև մարմնամարզության մյուս չեմպիոնը իմ կնոջս եղբայրն է, դա իր տեղն է, Արտուրը Հակոբյան, եւ փաստորեն մենք օգտագործում ենք այդ առիթը, որ նաեւ շախմատը ու հետաքրքիր է նաեւ, որ եթե դուք հիշում եք սովետական տարիներից այդպիսի մի հատ գովազդ կար շախմատի, որ շախմատը ուղեղի մարմնամարզություն է, տենց մի բան մենք դահլիճում ենք գրել, որ եթե դուք ուզում եք զարգացնեք ձեր մարմինը, գնացեք գիմնաստիկայի, եթե ուզում եք զարգացնել ձեր ուղեղը, գնացեք շախմատի։ Ամեն դեպքում մարզվելու մասին է խոսքը։ Մարզվելու մասին է խոսքը եւ ուրեմն Կալաբասսի մեր մասնաճյուղը բավականին հաջող մեծ է եւ մենք նաեւ ունենք մասնաճյուղ Սեմի Վալիում։ Փաստորեն մի քանի հատ մասնաճյուղ ունենք, տարբեր մարզիչներ, Տաթևիկը Աբրամյան, որը որ արդեն մեծացել է, քոլեջը ավարտել է եւ այլ հավաքականի կազմի մեջ է, նա ակտիվ շախմատիստ է, բայց նաեւ մարզում է, օգնում է ինձ։ Փաստորեն նա մարզում է Փասադենայում Հովսեփյան դպրոցում եւ Armenian Sisters Academy-ում ունենք դասարան, որը նույնպես ինքն է մարզում։ Սա երկու ցավոք սրտի միայն երկու այդ մասնաճյուղն է, որ մենք ունենք հայկական դպրոցներից։ Հույսով եմ, որովհետեւ այդ after school ծրագրերը, դասից հետո ծրագրերը, դա շատ օգտակար բան են դպրոցի համար շատ կարևոր է, որ երեխաները դասից հետո կարողանան մնան եւ ստանան լրացուցիչ ուսում, լրացուցիչ օգնություն։ Դպրոցի համար դա լավ է, ծնողների համար լավ է եւ ընդհանրապես մենք էլ ենք օգտվում դրանից։ Ցավոք սրտի այդ երկու դպրոցներն են, հույսով եմ, որ մենք կարողանանք ընդլայնվել։ Հայաստանի օրինակին հետևել եւ բոլոր դպրոցներում պարտադիր ուսուցում դառնա շախմատը։ Դա մի քիչ դժվար հարց է, որովհետև գիտեք ոնց է լուծվում այդպիսի հարցերը, եթե չլիներ նախագահը, որը որ ուզեց դա անի,
Ամերիկայի ընդհանրապես կառույցը լրիվ ուրիշ ձև է, եթե նույնիսկ նախագահ Օբաման վաղը ուզենա մի բան անի, ես կարծում եմ ինքը չի կարողանա։ Բայց դուք նշեցիք, որ այստեղ էլ կարծես ապրում է վերելք շախմատը։ Վերելք է ապրում, բայց որպեսզի շախմատը դառնա առարկա, դա շատ մեծ երկար աշխատանքներ է պետք պահանջվում, եւ ես ձեզ ասեմ, որ ասենք այդ համակարգը, դպրոցային համակարգը շատ դժվար է նորությունների գնում։ Իրանք այդպիսի կոչված բյուրոկրատիան շատ ուժեղ է այստեղ գործում եւ շատ դժվար է ինչ-որ մի նոր բան մտցնել դպրոցային համակարգի մեջ։ Իրանք հասկանում են, որ շախմատը լավ է, երեխաներին օգուտ է եւ առաջարկում են մեզ ոնց որ դասից հետո այդ after school ծրագրերը ղեկավարել, բայց որpիսի առարկա դառնա, դա լրիվ ուրիշ ծրագիր է եւ ես մոտակա 5 տարին համոզված եմ, որ Ամերիկան դեռ պատրաստ չի դրան։ Իսկ եթե մենք դիտարկենք Միացյալ Նահանգների հավաքականի կամ ներուժը շախմատային միջազգային հարթակում, օրինակ կա զարգացում կամ որտեղում է։ Մի օրինակ բերեմ, ես 2004 թվականից աշխատում եմ երիտասարդական հավաքականի հետ։ 2004 թվականին բոլոր մեր ուժեղագույն շախմատիստները խաղացին այդ աշխարհի առաջնությանը, որը Հունաստանում էր տեղի ունենում, եւ ամենալավ արդյունքն էր մի խաղացող ունենք, որ 5-րդ տեղը կիսեց։ Բոլորը, եթե տասնյակի մեջ էին ընկնում, դա արդեն հաջողություն էր դիտարկվում։ Վերջի տարիները առնվազն վերջի 3-4 տարիները, եթե մենք մեկ հատ ոսկի մեդալով ենք հետ գալիս, այդքան գոհ չեն։ Ընդհանրապես լինում է 2 հատ ոսկի, 1 արծաթ եւ այլ եւ այլ։ Հաշվի առնելով, որ 6 տարիքային խումբ կա եւ աղջիկ տղա 12, եթե եւ աշխարհը բնականաբար կան շախմատային հզոր գերպետություններ, ոնց որ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, երբ որ մենք մասնակցում ենք եւ հավասարաչափ ուրեմն միավորներ ենք նվաճում իրանց հետ, դա արդեն մեծ հաջողություն է։ Ես ձեզ ասեմ, որ Ամերիկայում զարգանում է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիմի գտնվում է, եթե չչափազանցնեմ, երևի սերուցքը մարզչական։ Փաստորեն այս հաջողություններն էլ ոչ միայն, ասենք, առաջվա սովետական տարածքից, որը որ ուժեղ էր իր շախմատի պատմության, նաեւ արևմտյան երկրներից, ով որ ասենք ուժեղ, որովհետև իրոք զարգացում է ապրում դպրոցական շախմատ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ մարդիկ բնականաբար երբ որ կա պահանջ տեղափոխվում են այստեղ եւ սկսում են աշխատել։ Թերևս այս հաջողություններն էլ կխթանեն, որ շախմատը դառնա նաեւ հավասար այլ մարզաձևերի հետ հավասար։ Եվ ձեր ակադեմիայում ինչպես որ տարիքից կարելի է ներգրավել եւ ինչպես Ակադեմիայի դռները բաց են բոլորի համար 6 տարեկանից մինչև 15-16 տարեկան երեխաների բոլորի համար դռները բաց են կդառնան չեմպիոն թե չեն դառնա, դա երկրորդ հարցն է, որովհետև բնականաբար մենք ուզում ենք, որ հաջողությունները լինի, որ իրենք աճեն, բայց այն բանը, որ խաղն է ինքս իրան տալիս մտածել եւ ասենք կենտրոնացումը մտածելը, մտքում այդ գործունեությունը անելը, ծրագրելը, պլանավորելը, ասենք այդ ստրատեգիա մշակելը, դա մի բան է, որ կյանքում անհրաժեշտ է եւ ընդհանրապես ճիշտ կլինի, որ երեխաները անցնեն այդ դպրոցը։ Իհարկե թռուցիկ գալով եւ շախմատ ուղակի սովորելով ու գնալով նրանք այդ օգուտը չեն ստանա։ Պետք է մի փոքր խորանան մրցումների, պետք է համբերատար լինել, որովհետեւ երբ որ դու սկսում ես շախմատը հասկանալ, անպայման պետք է դու անցնես այդ մրցումների ընթացքով, խաղաս, որոշ ռեյտինգ ձեռք բերես եւ այլ եւ այլ։ Այսինքն ինչքան ժամանակ է մոտավորապես պետք շախմատը իսկապես հասկանալու համար։ Եթե չեմ լիարժեք, բայց երևի առաջի 6 ամիսը 100% դուք չեք հասնի այդ բանին, բայց ասենք 6 ամսից հետո մինչև 2-3 տարի ընթացքում դու արդեն սկսում ես հասկանալ, սկսում ես գնահատել, գեղեցկությունը տեսնես մեջի եւ ամենակարևորը սկսում ես այն առաջի քայլերը անես պլանավորելու, ստրատեգիա կազմելու գործընթացում։ Շատ լավ, մի ընդհատեմ մեր զրույցը, կարճատև գովազդային դաթայից հետո սելերստատաներ մնացեք մեզ շատ հետաքրքիր զրույց լսելու շախմատի միջազգային վարպետ Արմեն Համբարձումյանի հետ։ Դիմահարդարման համար շնորհակալություն Ալենին։
Ծրագրին աջակցելու համար շնորհակալություն Դավի վարսահարդարման եւ գեղեցկության սրահին, որ գտնվում է 1613 West Glenox Boulevard հասցեում։ Շարունակում եմ իմ շախմատային զրույցը շախմատի միջազգային վարպետ Արմեն Համբարձումյանի հետ։ Արմեն, ձեր ակադեմիան նաև կարծես կամուրջ կարող է հանդիսանալ Ամերիկայի Միացյալ Նահանգների շախմատային հավաքականում ընդգրկվելու եւ դուք ինքնդ նաև մարզիչն եք երիտասարդական հավաքականի այս ոլորտում ձեր գործունեության մասին եւ արդյոք կան ձեր սաներից, որ արդեն ներգրավվել են հավաքականում։ Դժվար է ասել կամուրջ, բայց ընդհանրապես որտեվ ակադեմիայի գործընթացքը եւ հավաքականի գործընթացքը երկու տարբեր գործընթացներ են, բայց կապը նա է, որ իհարկե մեր սաները ընդգրկվում են Ամերիկայի հավաքականի կազմում եւ վերջի առնվազն 6-7 տարիները ես փաստորեն տենց աշխարհի առաջնություն չկա, որ մեր սաները չլինեն այնտեղ։ Փաստորեն Տաթևը 2003-4 թվականից արդեն հավաքականի կազմի մեջ է եղել, մյուս հայ պատանի տաղանդավոր երեխան Սամվելը Սևյան, որը որ ներգրավեց հավաքականի կազմի մեջ եւ դարձավ աշխարհի չեմպիոն Սլովենիայում անցած տարի, դա նույն մեր Ամերիկայի փաստորեն կադրերն են, բայց դուք պետք է ուղղակի տարանջատեմ այս հասկացողությունը, որ պարզ լինի ձեզ համար։ Իհարկե այն դասերը, որ մենք անում ենք, դասընթացներ անցկացնում ենք խմբակային, դա մի քիչ ուրիշ է։ Երբ որ դու անհատական մարզվելու օրեր ունենք եւ երբ որ մենք անհատական ենք մարզում մարզիկներին, հիմնականում մարդիկ, ով հասնում են այդ վարպետության մակարդակին, նրանք կարիք ունեն անհատական պարապմունքների, որովհետեւ խմբակային լեկցիաները, խաղերը էլ չեն կարողանում են հաջողությունը տան։ Ամեն դեպքում պետք է հասկանալ, որ շախմատը անհատական խաղ է, ոչ խմբակային, ոչ թիմային, անհատներն են նույնիսկ թիմում խաղում եւ շատ կարեւոր է այդ անհատական, որովհետեւ բոլոր շախմատիստները ունեն իրենց ոճը, իրենց խաղային ուրեմն խնդիրները, թուլությունները եւ ուժեղ կողմը եւ մարզիչի խնդիրն է, որ անհատական կարողանա այդ խնդիրները ֆիքսել։ Իսկ դուք եք ընտրում առանձնացնում հիմնականում, թե արդեն ցանկությունը ինքնստինքյան է։ Ցանկությունը ինքնստինքյան, արդեն որպես մարզիչ մենք հասել ենք հաջողությունների եւ մարդիկ դիմում են մեզ։ Ես հիմի ունեմ աշակերտներ Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր նահանգներից։ Դասեր եմ անում, ասենք, առավոտվա ժամը 10-ին, երբ որ Նյու Յորքում ժամը 1-ն է եւ այլ եւ այլ։ Այսինքն տեխնոլոգիան այնպես զարգացավ, որ մենք հիմա հնարավորություն ունենք դասեր անել ինտերնետով, Skype-ով եւ իհարկե դա շատ հեշտացրեց։ Եթե ես լինեի մարմնամարզության կամ ֆուտբոլի դասատու կամ ասենք դաշնամուրի, հնարավոր չէ լինի այդ դասեր անել, բայց շախմատը հնարավորություն տալիս է։ Դա է պատճառը, որ մեր աշխարհագրությունը, աշխարհագրական, ասենք, ընթացքը շատ ծավալ է եւ մենք չենք սահմանափակվում միայն Լոս Անջելեսի տարածքով։ Իսկ մի այսպիսի հարց, երբ դուք նշեցիք տարիք, որ կարող անձնել 6-ից 15, 5-ից 15, հա, մոտավորապես, այդ տարիքում երբ դիմում են եւ զարգանում է երեխան, այս շախմատը տված է, այսինքն չեմպիոն կամ դառնալու համար կամ հաջողակ լինելու համար դու պետք է նաեւ այդ շնորհը ունենաս, թե կարելի է զարգացնել ընթացքում։ Շատ բարձ հարց եք տալիս, որովհետև բոլոր տաղանդավոր մարդիկ, եթե դուք վերցնեք Բիլ Գեյթսի, Սթիվ Ջոբսի կամ ասենք շախմատային այսօրվա արքաների պատմությունը, ամենասկզբում, որ նրանք գնացել են շախմատի, շատ ժամանակ իրանց ասել են, որ իրանք հեռանկար չունեն, սրանցից շախմատից չի դուրս գա եւ այլ եւ այլ։ Նույնը ասվել է Ռաֆայել Վահանյանին, նույնը ասվել է, ասենք, Արոնյանին եւ այլ եւ այլ։ Այսինքն մարդու տաղանդը այնքան թաքնված է եւ
բացահայտելու համար ժամանակ է պահանջում։ Ես պետք է ձեզ ասեմ, որ բոլոր երեխաները տաղանդավոր են։ Ես աշխատել եմ ավելի տաղանդավոր երեխաների հետ, քան ստեղ խոսքի օրինակ Արոնյանն են կամ կլինեն, չեմ անում, երևի Գասպարովը չէ, որովհետև Գասպարովը բացարձակ մի ուրիշ երևույթ էր շախմատի աշխարհում, նույնիսկ այդ տարիքին 13-14 տարեկանից ես իրան արդեն ճանաչում եմ, բայց մնացածի մասին ես կարող եմ ձեզ ասել, որ շատ տաղանդավոր մարդիկ ուղղակի չկայացան, եւ պատճառը նա է, որ եթե դու ունես տաղանդ եւ աշխատասիրություն, արդյունքի հասնում ես, եթե դու ունես միայն տաղանդավոր մարդիկ բոլոր բնակավարներում, ոչ մի տարբերություն չկա։ Տաղանդը զարգացնի, եթե դու ունես այդ բանը, էլի բացահայտվում է տարիների ընթացքում, միանգամից հնարավոր չի։ Դրա համար որ երեխային բերում են մի օր ասում են, հələ տես սրանից բան դուրս կգա թե չէ, ես ծիծաղում եմ, որովհետև դա ճիշտ ու լուրջ մոտեցում չի։ Իսկ ասացիք, որ ձեզ մոտ խմբակային խաղ է, սկզբում լինում խմբակային մոտեցում, իսկ հետո դուք ընտրում եք, լինում են դեպքեր, որ ինքնդ եք ընտրում մեկին եւ ասում եք այ իրեն հետ պետք է աշխատել։ Ես ասեմ մի հատ օրինակ բերեմ ձեզ, մենք մի հատ աշակերտ ունենք Քրկ Գազարյան, ուրեմն Քրկը 5 տարեկան եկավ մեզ մոտ եւ ես տեսնելով իր ունակությունները, իր հայրիկին ասեցի, գիտես ինչ Վարուշ, ես կարծում եմ տղատ պետք է Ամերիկայի առաջնություն մասնակցի։ Ինքը դեռ 5-6 ամիս էր մասնակցել, զարմացավ, ասեց, ինչ, որտեղ է, Ֆլորիդայում։ Հələ բայց նոր է, փոքր է, ասում եմ, լսիր ինձ ու ես կարծում եմ, որ ինքը պատրաստ կլինի։ Եվ Քրկը գնաց Ֆլորիդա առաջի դասարան, թե kindergarten, grade level-ը, բոլորը խաղում են իրանց տարիքի երեխաների հետ եւ կիսեց առաջի տեղը, փաստորեն դառավ Ամերիկայի չեմպիոն եւ այս տարի առաջի անգամ իրավունք է նվաճել Սաութ Աֆրիկայում սեպտեմբերին աշխարհի առաջնությունն է, որ մենք բոլորս գնալու ենք, ինքը իրավունք է նվաճել գնալու։ Իհարկե գնալը, չգնալը դա արդեն անձնական հարցեր են, որովհետև կապված է ֆինանսների հետ։ Ցավոք սրտի Ամերիկայի Ֆեդերացիան միակ ֆինանսավորում է չեմպիոններին առաջի տեղերին, մնացածը եթե տալիս է հնարավորություն երկրորդ, երրորդ տեղերին, եթե ուզում եք գնաք, ձեր փաստորեն ծախսերով եք Սաութ Աֆրիկան բավականին հեռու է եւ ծախսավետ տեղ է։ Հա, բայց կարևորը որ իրավունքը տրվել է։ Նվաճեց, հիմա Քրկը անհատական էլի իմ խորհրդով պարապում է Անդրանիկ Մատիկոզյանի հետ, անհատական, մեկ-մեկ գալիս է խմբակային դասերի, ուղղակի սիրում է շախմատը, գալիս է եւ ամենաակտիվ, ասենք, լսողներից մեկն էր Արոնյանի լեկցիաներին, շատ բան սովորեց, միշտ գոհեր շատ հետաքրքիր։ Ես կարծում եմ, որ մենք ոնց լինի հավաքականը կընդգրկվեն հայերով, ուղղակի հայերի քանակը այդքան շատ չեն։ Ինչքան է իդեպի հետասարդական հավաքականի կազմում։ Հավաքականում փաստորեն մի հատ, երկու հատից ավել երբեք չենք ունեցել, ասենք։ Իսկ ինչու՞ եթե նման որտեվ Ամերիկան մեծ է, մեզ թվում է, որ մենք հայերը շատ մեծ քանակ ենք կազմում, իրականությունը եթե վերցնեք տոկոսային հարաբերությամբ մենք մի տոկոս էլ չենք կազմում դրա համար ներկայությունը բավականին է եթե 20-25 հոգի մարդ կամ 1 կամ 2 հատ հայ է դա արդեն մեծ ներկայություն է իսկ մեծերի ավելի հավաքականում մեծերի հավաքականում Վարուժը Հակոբյան փաստորեն հավաքականի օլիմպիական հավաքականի մեջ է եւ Տաթև Աբրահամյան մենք օլիմպիական թիմում Ամերիկայի ունենք 2 հատ հայ 10 հոգու մեջ 2 հատ հայ իսկապես ներկայություն է սա եւ մեր հաղորդումը մոտեմ է ավարտին շատ հետաքրքիր զրույց էր ցավոք ժամանակը չի ներում Արմեն կցանկանայի մի հարց ասպիսի որ դուք պատասխանեք օրինակ հայերը կարողանում են շախմատում ունենալ բացառիկ արդյունքների հասնել եւ ունենք բազմաթիվ միջազգային վարպետներ ինչով է պայմանավորված դա ազգային ինչ որ ինքնության մի մաս է դարել արդեն Ինչ է դա Այդ հարցը շատ են ինձ տալի եւ պատասխանը ուզում են որ ես ասեմ երևի թե այո մենք ուրիշ ենք իրականությունը դա չէ իրականությունը նա է որ ցանկացած սպորտաձև ցանկացած խաղ ինչ էլ եթե ուզում եք դուք զարգացնել դուք պետք է ունենաք ձեր կուրքը եթե դուք չունեք այդ կուրքը այսինքն շատ դժվար է դուք պետք է մոդել ունենաք role model որ դուք կարողանաք հետևեք եւ փաստորեն իրեն փորձեք նմանվել այդ առումով մեր ազգը չունենալով շատ ասենք անուններ ունեցավ Տիգրան Պետրոսյանին
եւ Տիգրան Պետրոսյանի ֆենոմենը փաստորեն հնարավորություն տվեց տասնյակ հազարավոր մարդկանց շախմատի դպրոց անցնել, երբ որ այսքան քանակության մարդիկ սկսում են խաղալ շախմատը, բնականաբար քանակը որակի է բերում եւ դա էր հիմքը։ Եվ իհարկե ես ձեզ ասեմ, երկրորդ ամենակարևոր բանը, որ ես հիմա Հայաստանում եմ տեսնում եւ շախմատային աշխարհում, ուղղակի լավ մարդիկ են շախմատի մեջ որպես անձեր եւ իրանք չեն յուրացնում այն գումարները, որը որ հատկացվում է, ասենք Հայաստանում շախմատին եւ նպատակասլաց նրանք անում են այն գործերը, որ պետք է անեն։ Ազնիվ մարզաձև։ Խոսքս գնում են Սմբատ Լպուտյանը, որ ակադեմիան ստեղծել եւ կարողացավ առարկա փաստորեն լրիվ դասագրքերով ապահովել եւ բոլոր դպրոցները։ Խոսքս գնում է Ռաչիա Թավադյանը, որը շախմատի տան տնօրեն է։ Իհարկե նախագահան, հանրապետության նախագահան, ֆեդերացիայի նախագահ է, բայց օգնում են բոլորին, բայց արդյունքը չկա բոլոր սպորտաձևերում։ Ես համոզված եղեք, որ մնացած սպորտաձևերը բավականին մեծ օգնություն են ստանում։ Տարբերությունը նա է, որ այդ փողերը ուղղակի նպատակասլաց չեն ծառայում իրենց նպատակին։ Դա է տարբերությունը շախմատի եւ ոչ շախմատի, ասենք, մարզաձևերում։ Դա էլ իհարկե ունի մեծ նշանակություն։ Շատ լավ։ Եվ արդյոք համագործակցություն կա Հայաստանի հետ շախմատային ակադեմիայի։ Այո։ 2 տարի առաջ Սմբատը ինձ հրավիրեց իր ակադեմիայի լեկցիաներով, մենք ենք հրավիրում, ցավոք այդքան հաճախ չի լինում, բայց վերջերս Ռաչիա Թավադյանն եկե, կապը միշտ պահպանվում է եւ հույսով եմ մի օր մենք բոլորս երեխաներին կարող վերցնել եւ գնալ այնտեղ եւ թեկուզ ամառը անցկացնել Հայաստանում։ Շատ լավ կոչ է, շատ լավ մաղթանք էր, ցանկանում եմ որ այն շատ շուտով իրականություն դառնա, շատ շնորհակալություն զրույցի համար եւ ձեզ մեծ հաջողություններ։ Շնորհակալություն ձեզ, որ հրավիրեցիք ինձ։ Սիրով։ Սիրելի հեռուստադիտողներ, ավարտում ենք մեր շախմատային հաղորդումը եւ մաղթում բարի երեկո։ Դիմահարդարման համար շնորհակալություն Ալենին։ Ծրագրին աջակցելու համար շնորհակալություն Դավի վարսահարդարման եւ գեղեցկության սրահին, որ գտնվում է 1613 West Glenox Boulevard հասցեում։